Պարոն Խանդանյան, շատ քննարկվեց երեկ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրելու այդ հարցը Փաշինյանը սադրիչ անընդունելի էր համարել։ Տարիներ շարունակ մենք այդ ակցիան իրականացրել ենք։ Դրա մեջ ի՞նչն էր մտահոգիչը, որ Փաշինյանը այդ օրով ցեղասպանության տարեդիցի օրով նման հայտարարություն էր արել։ Ես կարծում եմ, որ պահ պիտի գա, որ այդ մասին պետք է խոսալ եւ ամեն տարի էլ դա ես չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը այդպես ոգևորվում է այդ տեսարանից։ Այո, ամեն տարի դա արվում է եւ ամեն տարի էլ դա սադրիչ եւ ընդհանրապես կապ չունի այդ երկիրը քո թշնամին է, հակառակորդն է, ինչն է դրոշ այրելու իմաստը ո՞րն է։ Ես կարող եմ իմ փորձառությունից ասել, ես 17 տարեկան էի, երբ առաջի կուրս էի եւ գնացի, ուզում էի գնայի ջահերով երթին մասնակցեի։ Ես գնացի հրապարակ ու այդ դրոշը հենց վառեցի, ես թողեցի հետ գնացի, որովհետեւ իմ կարծիքով դա թուլության նշան է, ոչ թե ուժի նշան է, որովհետեւ եթե դու հարց ունես այդ երկրի հետ, կամ փորձի այդ հարց որևէ կերպ փորձի այդ հարցը կարգավորել, ոչ թե այդ հարցը կարգավորի այդ տեսակ սիմվոլիզմը, որը շատ տհաճ է։ Դա նաև տհաճ է, օրինակ նաև ծանրամարտի առաջնության ժամանակ է տեսարանը, եթե հիշում եք։ Սադրիչ ինչով է սադրում Հայաստանը դրոշ վառելով։ Ինչ սադրյանքի մասին կարող խոսել։ Դե մեկ ավել կրակոց, մեկ ավել քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորում։ Դրանք փոխկապակցված բաներ են, հա, եւ դրա անհրաժեշտությունը իսկապես չկա։ Հատկապես այն փուլում, երբ որ Հայաստանը ջանք է գործադրում, որպեսզի հասնի խաղաղության։ Մինչև էս էլ դրա անհրաժեշտությունը ես կարծում եմ չկար եւ կարելի էր հարցերը այլ կերպ լուծել։ Եվ դա լարում է իհարկե թեկուզ հոգեբանական տեսանկյունից, բայց լարում է իրավիճակը։ Տեսեք, նույն հայտարարության մեջ Փաշինյանը նաև Խոզնավարի կրակոցներին է անդրադարձել, բայց այդ կրակոցները մեկ ամսից ավել են տևում։ Ինչու է կապվում մեկը մյուսի հետ, եթե դա է ըստ սադրանք դիտարկվում։ Տարբերությունն այն է, որ այդ կրակոցը շատ կոնկրետ տուն է, հա, քաղաքացիական ենթակառուցվածք է թիրախավորել, այդտեղ կարող մարդ մահանալ ուղղակի։ Եվ այդ ժամանակագրությունը եւ այդ ժամանակագրության համընկումը կարող է ենթադրություն առաջացնել, որ դա պատասխան էր այդ գործողությանը։ Ու ես թվում է մեր այն գործիչները, որոնք այդպիսի քայլեր են անում, պետք է որոշակի պատասխանատվությամբ նաեւ մոտենան, հա, մեր սահմանին կանգնած զինվորների նկատմամբ եւ այդ բնակավայրերի բնակիչների նկատմամբ։ Ձեր ընդդիմադիր տարիներին ձեր գործընկերները նաև, ես չգիտեմ, ճիշտ ասած դուք եղել եք նրանց թվում թե ոչ, Ռուսաստանի դրոշն են այրել, այսինքն մի դեպքում կարելի է, մեկ դեպքում չի կարելի։ Չեմ կարողանում, ես դեպք չեմ հիշում դրոշ այրելու, եւ եթե այրել են, շատ վատ են արել, սխալ են արել, եւ ես դատապարտում եմ որևէ պետության դրոշ այրելը։ Եվ շատ մեր տեսանկյունից նայեք, պատկերացրեք ինչ որ երկրում Հայաստանի դրոշն են այրում, ինչքան սադրիչ դա կարա մեր համար դիտարկվել։ Եվ եթե Ռուսաստանի դրոշը այրել են, ես հիշում եմ, որ դրոշի հետ կապված ինչ որ միջադեպ եղել է տարիներ առաջ, այրել էր թե ոչ, բայց ամեն դեպքում այդ պետական սիմվոլիկան այդ կերպ նորից եմ ասում, դա ավելի շատ թուլության դրսևորում է, քան ինչ որ խիզախության կամ ուժի դրսևորում։ Շատերը այդ հայտարարության մեջ դիտարկեցին այն քաղաքականությունը, որ Նիկոլ Փաշինյանը տանում է վերջին շրջանում, որ Թուրքիային հերթական անգամ զիջեցին, Թուրքիային հերթական անգամ ցույց տվեցին, օրինակ ցեղասպանությունից հրաժարվելու հետ կապված կամ ցեղասպանից ժխտման քաղաքականությունը վերահաստատեցին։ Այսպիսի տեսակետներ են հնչում։ Եթե այդ միջադեպը դատապարտելը կապվում է այդ սուտ եւ թյուր բանի հետ, հա, նարատիվի հետ իբր թե ցեղասպանության ժխտման, իհարկե դա այդ մարդկանց մաղթում է մի քիչ ավելի շատ զարգացնել իրենց տրամաբանելու կարողությունները։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության ժխտման հարցին, այդ ուղղակի աբսուրդ է ու նաեւ լրագրողական ինձ լրագրողները նաեւ այդ հարցով դիմում ուղղակի աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնել, որ Հայաստանի որևէ քաղաքացի անկախ քաղաքական հայացքներից կարող է մտքով անցկացնել ժխտել հայոց ցեղասպանությունը։ Ու նաև ես կարծում եմ շատ անօգուտ գործունեությամբ է սկսել զբաղվել մեր խորհրդարանական ընդդիմությունը համապատասխան նախագիծ բերելով, այն դեպքում եթե
օրենքը այդ դրույթը քրեական օրենսգրքում արդեն իսկ ներառված է, ընդհանրապես հանրային տրամադրությունները այսպես ակտիվացնելու 2026-ից առաջ ինչ որ դիվիդենդներ շահելու ձև է, որը մենք արդեն գիտենք, տեսել ենք եւ այսպես այդ բանավեճից չենք խուսափի։ Այսինքն 26 թվականի ընտրություններով եք պայմանավորում այդ Կան թեմաներ Հայաստանում, այդ թվում եւ հայոց ցեղասպանության թեման, որ որոշ քաղաքական շրջանակներ եւ այդ քաղաքական շրջանակներն այսօր մեր խորհրդարանական ընդդիմությունն է, միշտ ակտիվացնում է ներքաղաքական հարցեր առաջ տանելու նպատակով։ Ես կարծում եմ, որ պատճառներից մեկն էլ դա է։ Բայց ես կարծում եմ մեր հանրությունը իսկապես իմունիտետ ունի այդ աղմուկի նկատմամբ եւ 14-ից տարբերում։ Երեք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց անկախ ամեն ինչից Հայաստանի բնակչության 80%-ը ձեր իշխանության եւ Փաշինյանին դավաճան է համարում։ Դուք խոսում եք 26 թվականի մասին։ Մեկ ստատիստիկ տվյալ բերել, որը բացարձակ ճշմարիտ է, որ Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությունը մերժել է Սերժ Սարգսյանին եւ նրան պատմություն դարձրել, քաղաքական պատմություն։ Իսկ մնացած բոլոր ստատիստիկ տվյալների պատասխանները տրվում են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ազատ թափանցիկ ընտրությունների միջոցով, որը տեղի կունենա հաջորդ տարի։ Պարոն Խանդանյան, Սերժ Սարգսյանը ասաց, որ ծրագիր ունի իշխանափոխության։ Ձեզ չի մտահոգում, որ ընդդիմությունը, օրինակ հանրապետականի ղեկավարմամբ, առաջնորդությամբ կարող է իսկապես հասնել իշխանափոխության։ Ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի նպատակը պիտի լինի իշխանափոխությունը, ինչպես եւ որ քաղաքացիական պայմանագիր լիներ եւ մենք հասանք այդ նպատակին, բայց դատելով Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, այդ տարիների ավարտը, ընթացքը եւ հետագա ընդդիմադիր քաղաքական գործունեությունը ինձ բնավ չի մտահոգում եւ ընդհանրակարգը մի քիչ ուրախացնում է, որ Սերժ Սարգսյանն է պատրաստվում այդ էստաֆետը վերցնել իր ձեռքը, որովհետեւ հաջողության հասնելու շանսերը շատ նվազեն։ Ինչու եք այդքան թերհավատ։ Երրորդ նախագահն է, կուսակցություն ունի, երկար պատմություն ունի, նաև կուսակցության անկախության տարիներից սկսած։ Ինչու եք թերհավատ, որ Որովհետև շատ ավելի լավ եմ ճանաչում Հայաստանի քաղաքացիներին, շատ ավելի լավ գիտեմ Հայաստանի իհարկե քաղաքացիները կարող են մեզ դժգոհել եւ ինչ որ պահի մեզ դարձնել ընդդիմություն, դա բնական է, դա ինչ որ պահի հավանաբար գալու է, որ մենք չենք հաղթել ընտրություններին, բայց նաև ակնհայտ է, որ քաղաքացիների ողջախոհությունը նրանց չի լքել եւ ես մի քիչ մեծ թերահավատությամբ եմ ուրեմն մոտենում այն հարցին, որ Սերժ Սարգսյանը կարող է իշխանափոխության էստաֆետը առաջամարտիկը լինել։ Կարող հիմա մերժեր Նիկոլին այդպեսի կոչերով գալ հասնել։ Գիտեք, այդքան իշքան եկան, անցան, շարունակվում են, հիմա դες տարբեր փողոցներում տարբեր պաստառներ են կպցնում, մենք խնդիր չկա, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, տարբեր տեսակետներ, մոտեցումներ կարող են լինել, բայց ասում եմ, այդ տեսակետների մոտեցումների արդյունքը եւ ուրեմն որոշման կետը դա ընտրություններն են։ Ընտրություններով կորոշվեն, թե ովքեր են 2026-ին ստանձնում Հայաստանի իշխանություն։ Իսկ դուք կորցնելուն պատրաստ եք իշխանության 26-ին։ Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր այն որոշումները, որը կայացնում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։